Ինչ էր պատահել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Մենք խաղաղ կանգնած էինք ազգային ժողովի դիմաց, պատգամավորները դուրս էին գալիս, ուղղակի հարցեր էինք հղում, կապ չունի, ընդդիմադիր թե դիմադիր, բոլորին հարցեր էինք ուղղում։ Մեկ էլ տեսանք Ալեն Սիմոնյանին, Ալեն Սիմոնյանը մոտիկացավ, բանը, մեր Միկան, մեր ընկերը, մոտիկացավ, ասեց, զրուցենք 2 րոպե, ասեց, չէ, չեմ ուզում քո հետ զրուցեմ։ Ասեց, խի, ասեց, պամոյմու ասեց, փախած եք սաղով արա բան, բայց ոչ թե Իրանը ասե, այլ այդ խոսքի մեջ այդ արա բառը գործածվում ամենուր։ Բոլորս էլ գործածում ենք արա բառը ամենուր։ Ալեն Սիմոնյանը ֆռած ասում է արան պապատա։ Հիմա եթե մեկը կարա ծնողին վիրավորական խոսք ուղի ու պատասխան չստանա, ինքը չի կարա մեր կողք կլինի։ Հա? Մահացած ծնողին են էլ Միկան էլ պատասխան տվեց ու դրա համար Ալեն Սիմոնյանը հիմա իր կաբինետում նստած է, իսկ մեր Միկան իմը ստե բաժնում է, խի։ Այսինքն ումից սկսեց եւ ինչից սկսեց վիճաբանությունը։ Նոր ասեցի ախր։ Հայ հոյանքը առաջին։ Ասեց փախածներով արա, ոնց որ ես հիմա խոսքի մեջ կարամ 100 անգամ ասեմ արա, բայց ոչ մեկին չուղեմ այդ արա բառը։ Հա, մի րոպե կներեք, հա։ Ասեց Արենը ֆռած ասում է Արան պապատա։ Ինչի՞ ման ես պապային վիրավորում, տղա ջան։ Քեզ ով այդ իրավունքը տվե։ Բայց ուզում ես պապա ծնողին վիրավորես պատասխան չստանաս։ Նյութը կա, ուղիղ եթերով կա։ Ընենշի ինքը տրամադրված եկել է, որ դու իրան վիրավորես։ Առաջինը դու ես իրան ոյա, խի ես վիրավորում, եղբայր խի ես վիրավորում։ Այդքան բան թողեց գնաց։ Ես էլ յան ասի ինգեր, կարած դեմը ասես, արի ասա դեմը, ինք ասեց, ես էլ յան ասեցի ինգեր, տենց չի էլի ձևը։ Չի կարելի մարդուն վիրավորել հենց անենց տեղը։ Ասում առաջինը ինքն ասեց, սուտ ասում, ես այդ պահին երբ որ ինքը ինձ անձամբ ասեց, ես չգիտեի ով առաջինն ասե։ Հետո երբ որ նայեցի, հասկացանք, որ առաջինը Ալեն Սիմոնյանն ասե, Արան պապատա, խի ես ասում Արան պապատա։ Քեզ ով այդ իրավունքը տվե, տղա ջան։ Դա ազգային ժողովի նախագահն է եւ ունի իշխանություն։ Արգելիս ազգային ժողովի նախագահ կլինի, ոստիկան կլինի, քուչի տղա կլինի, ով ուզում անի, ոչ մեկ իրավունք չունի անհիմն տեղը ծնողին վիրավորական խոսք ասի։ Եթե ասում է, պետք է պատասխան տա։ Ով պատասխան չի տա, ինքը ինքնասիրություն չունի։ Այդքան ինչու եք այստեղ գտնվում։ Հիմա եկել են, որ մեր Միկային բերել են, ստե ասենք, Միկային մեկ էլ Արսենին։ Մեկը հասկանանք խի եք բերել։ Ինչի հիմար եք բերել, ով որ առաջինը վիրավորել է իրան չեք բերում, ով պատասխանատվը իրան եք բերում։ Ճիշտ կա, գոյություն ունի ճիշտ էս կյանքում, պետք է ճիշտը պահպանվի։